Բարև ձեզ, դեկոնստրուկցիա, ռեկոնստրուկցիա շարքն է, զրույցների շարքն է, եթե հետևել եք մինչև այն ինչ ենք մենք այստեղ անում, եթե չեք հետևել շատ կարճ, ինչպես միշտ հիշեցնեմ, մենք այստեղ զբաղված ենք քանդել հավաքելով, այսինքն դեկոնստրուկցիա անելով եւ ռեկոնստրուկցիա անելով, քանդում եւ հավաքում ենք ոչ թե պատահականորեն ամեն ինչ, այլ քանդում հավաքում ենք մեր հանրության մեջ տարածված տարբեր պատկերացումներ, ինքնին պարզ համարվող ճշմարտություններ եւ այլն, խոսքը հենց հանրային ոլորտի պատկերացումների մասին է, քանդում ենք սկզբից, նայում ենք մեջը ինչ կա, չկա, ինչպես երեխեքը քանդում են խաղալիքը հաճախ, նայելու համար մեջը ինչ կա, եթե գտնում ենք, որ մեջը ինչ-որ մի բան կա, հետաքրքիր պիտանի, նորից հետ ենք հավաքում, որոշ չափով փորձում ենք վերանորոգել, իսկ եթե տեսնում ենք մեջը բան չկա, ինչպես հաճախ նաև լինում է, փուչ է, ապա առաջարկում ենք դեննետել, ազատվել այդ ուրեմն հնամաշ կամ ոչ adekvat համարված վերլուծությունից հետո իհարկե երևույթից։ Մենք այս վերջի մի քանի զրույցները մի քիչ sense կենցաղային լեզվով ասած լրվել ենք, լավ իմաստով, վատ իմաստով նկատի չունեմ, համենայնիվ ես բայց չեմ ենթադրել, որ այս թեմայի վրա այսքան շատ կան կառնենք, բայց ինչևէ բնականից գնում է եւ մարդիկ էլ հետաքրքրվում են, շարունակում ենք, հիշեցնեմ, խոսում ենք ուրեմն նրա մասին, թե արդյոք հայ-թուրքական հայերի եւ թուրքերի միջև խնդիրը, կոնֆլիկտը արհեստական է, ինչպես շատերը փորձում են պնդել, այսինքն դրսից է սարքված, սադրված, ինչպես շատերը շատ վաղուց փորձում են պնդել եւ հիմա էլ դա ակտուալիզացնում են, թե ինքը բնական հիմքեր ունի ամեն դեպքում, բնական ասելով օբյեկտիվ։ Մենք չենք խոսում բնական, אבל խոսում ենք բնական հիմքեր, ինչ որ չգիտեմ, պես միստիկ ինչ որ բանի մասին կամ չգիտեմ, ինչ որ պես կենսաբանական բանի մասին, հա, բնական ասելով պատմական, օբյեկտիվ, պատմական, քաղաքական օբյեկտիվ հիմքեր, հագին թեմաներ խոսել ենք եւ եկել հասել ենք այս խոսակցության մեջ մի կետի, որտեղ սկսվում է հայկական ազատագրական պայքարը 19-րդ դարի վերջի մասին է խոսքը Թուրքիայում Օսմանյան կայսրությունում պայմանավորվեցինք, որ կշարունակենք զրույցը, իհարկե թեման ահավոր տարօրինակ է, այս թեմայի մասին մենք չենք կարող մի հաղորդում խոսանք, եթե դրա համար չմտածեք էլի, որ հիմա ասենց ֆունդամենտալ բոլոր խնդիրները բացելու ենք։ Եթե ֆունդամենտալ բացելու կամ թեկուզ ոչ ֆունդամենտալ, բայց նորմալ բացելու խնդիր դնենք, դա ասենք մի տարի կարող է տևել։ Մենք ընդհանրապես այստեղ այնքանով, որքանով սա նույնպես հիշատակելու ենք, որպեսզի մեր այս թեզը հասկանանք արհեստականության եւ բնականության եւ մեր այս շարքի դրամաբանության մեջ մցրած։ Ազատագրական պայքարը, որին շատերը եւ այն ժամանակվանից սկսած հենց այդ պահից, երբ որ այդ ազատագրական պայքարը ծավալվեց, սկսվեց եւ մինչեւ հիմա շատերը եւ ակտիվորեն իհարկե մեղադրանք են ներկայացնում, որ այ հենց այդ ազատագրական պայքարն էր, որ մեղավոր դարձավ նաեւ մեր ողբերգությունների, կոտորածների, ջարդերի, կորուստների, այդ տեսակետը ելի եմ ասում շատերը ասելով հայտնել են եւ թուրքերը բնականաբար, եւ շատ հայեր, տարբեր ձևի հայեր, հիմնականում իհարկե էլիտար հայեր, եւ չգիտեմ ով ասես աշխարհում, եւ ռուսներ, բոլշևիկ ռուսներ օրինակ, եւ ոչ միայն բոլշևիկ ռուսներ, շատերը այս թեմայի մեջ միավորված են եւ մինչեւ հիմա դա կա, որ այ զինված պայքարը Օսմանյան կայսրության դեմ բերեց սա։ Եվ սա էլի շատ հեշտ պրիմիտիվ քարոզչություն է, որտեղ աշխատում է մարդու պրիմիտիվ ընկալումների վրա, էլի անտեսում է խնդրի բազմաշերտությունը, բարդությունը, որը ստիպված ես, երբ որ լուրջ ես ուզում մոտենաս խնդրի, ստիպված ես այդ ավելի բարդ պատկեր հասկանաս, երբ որ պրիմիտիվ մանիպուլյացիա ես ուզում անես, դա շատ հեշտ է, վերցնում ես 1-2 բան Եվ էլ եմ ասում, վաղուց գործող պրիմիտիվ մանիպուլյացիա դասական օրինակներ կան։ Չխորանանք այդ մանիպուլյացիա օրինակների մեջ, հիմա դա չի մեզ շատ կարևոր է այս պահին գոնե այս ու չշեղմենք, հիմա մենք տեսնենք իրականությունը այն բանով հարցադրմամբ, որը մենք ենք վերցրել, հասկանանք այստեղ արտաքին եւ ներքին գործոնների համադրելիությունը, որպեսզի հասկանանք այս մեր գլխավոր հարցի պատասխանը Չոք այդ պայքարը հենց նույն, որտեղ դա է կուլմինացիան, դրդված էր դրսից, արհեստական էր, այսինքն, թե բնական հող ուներ։ Սկսել ենք մենք արտաքինից, բայց
արտաքին տարբեր ձևի արտաքիններ են լինում, տվյալ դեպքում մենք սկսելու ենք արտաքին մեծ կոնտեքստից, որը արտաքին դրդում չի, կապ չունի որևէ արտաքին դրդման հետ, կապ չունի, սա ուրիշ արտաքին է, խոսքը արտաքին մեծ կոնտեքստի մասին է, որը օբյեկտիվ է, ոչ թե ինչ որ մարդիկ են դա բանանում, խոսքը ինչի մասին է, որ ընդհանրապես այդ ժամանակաշրջանը 17-րդ դարը, ոչ թե միայն 17-րդ դարի վերջ, այլև 17-րդ դարը հենց սկզբից։ Ինքը համաշխարհային պատմության մեջ ազգային ազատագրական պայքարների դար է։ Մենք սրա մասին երևի թե խոսել ենք, բայց համենայնիվ ես եւս մեկ անգամ ուզում եմ շեշտեմ, պարտավոր եմ շեշտել, ինչու, որովհետեւ մենք այդ սկզբունքը դեռ ռուս-թուրքական վանդակից ձևակերպել ենք, որ չի կարելի երբեք ազգային պատմությունը, առանձին ազգերի պատմությունը դիտարկել մեկուսի, ինչով սիրում են զբաղվել իհարկե բոլոր տիպի հայոց իմաստունները, ընդ որում նաև հատկապես այն իմաստունները, որոնք իրենց ներկայացնում են որպես շատ կոսմոպոլիտ, ոչ ազգայնական մեկուսացմանը դեմ, ինչքան ավելի այդպիսին են իրենց ներկայացնում, այդքան ավելի այդ մեկուսի հայացք ունեն այս պատմության նկատմամբ Դման բան չկա, պատմությունը համաշխարհային է, ազգային պատմությունները դրանց մասն են, կան ներքին գործոններ, բայց արտաքին գործոնները առաջնային են, պայմանավորում են իրենցով ազգային պատմությունները, եւ ել եմ ասում, սա ուրեմն ազգային ազատագրական պայքարների դար էր եւ որ մենք ասում ենք ազգային ազատագրական պայքարների դար, պատկերացրեք մեծ հաշվով որևէ ժողովուրդ, ես հիմա փորձում եմ ինչ-որ օրինակ հիշել, որևէ ժողովուրդ առնվազն ամբողջ Եվրասիայի տարածքում, հետագայում նաև Աֆրիկա դա տեղափոխվեց 20-րդ դարում, մինչև այդ նաև արդեն մինչև այդ Լատինական Ամերիկայում, ես դժվարությամբ եմ փորձի չկա իմ կարծիքով, գուցե ինչ-որ բաներ բացառություններ մեկը գտնի, որևէ ժողովուրդ, որը նվազագույնիսկ խնդիր ուներ արտաքին տիրապետության, տակ լինելու, անկախության խնդիրներ, որևէ ժողովուրդ կարողանար խուսափել այս մեծ ալիքից։ Բոլոր ժողովուրդներին անխտիր ահռելի է տարածքի վրա, սկսվելով Արևմտյան Եվրոպայից, Իտալիայից, իտալական պայքարից, խոսել ենք շատ անգամ, որ սա մոդելային է, իտալական ազատագրական պայքարը ոնց որ ֆրանսիականը ուրեմն ներքին հեղափոխությունների համար Իտալիայից մինչև Չինաստան, մինչև, չգիտեմ, Մոնղոլիա, Կորեա, մինչև այդ հեռավոր արևելք եւ բոլորը այդ ճանապարհին ինչքան որ ազգ պետություն գիտեք, բոլորը սրանով անցել են։ Իհարկե, խոսքը այն ազգերի մասին է, որոնք ունեցել են այդ խնդիրը, այսինքն կայսրություն, կայսրական ազգերը բարձր ազատագրական պայքարի խնդիր չեն ունեցել, չնայած նույնիսկ թուրքերը ի վերջո իրենց քեմալիստները իրենց պայքարը արդեն ազգային ազատագրական են պատկերացրել եւ ձևակերպել, հա, որպես մեծ տերություններ իրեն պայքար։ Այսինքն ոչ ոք սրանից չի խուսափել, ոչ ոք։ Մեզանից շատ ավելի փոքր ազգեր։ Ասենք նույնիսկ չգիտեմ, եթե խորանակ պատմության մեջ կգտնեք, որ նույնիսկ այն ազգերի մեջ, որոնք համարվում են ոչ այդքան, չգիտեմ, մեծ կամ այդքան պոտենցիալ չունեցող քաղաքական պայքարի, ասենք յակուտների պես, չգիտեմ, մինչև այսօր անկախություն չունեցող ազգերի պես, այս մեծ ալիքը քիչ ոչ ոք գրեթե չի խուսափել։ Ну, խոսքը իհարկե ասենք, եթե չգիտեմ, 10-15 հոգանոց շատ փոքրիկ էթնոսի մասին չի, որը ուղղակի հնարավորություն չունի, բայց ինչ որ չափով նույնիսկ այն ամենափոքր էթնոսները սրա մեջ եղել են եւ պատկերացնել, որ հայ ժողովուրդը կարող էր նույնիսկ ցանկության դեպքում ինչ որ ձևով սրանից խուսափել, աբսուրդ է, անհնար է, նման համաշխարհային մեծ ալիքներից ոչ ոք չի կարող խուսափել, ոչ ոք դա չի կարող ընտրել գիտակցաբար, որովհետև դա մեծաշով մարդկային ուժերից վեր է, նման ալիքները իրանք կլանում են մի ամբողջ ազգեր ժողովուրդներ եւ տանում են, անպայման հայտնվում են մարդիկ այդ ազգի մեջ, որոնք ժամանակի ոգու կրողն են լինում, ժամանակի մտածողության կրողն են լինում եւ այդ մտածողությունը սկսում են արտահայտել իրենց ազգային հողի վրա։ Սա ոչ լավ է, ոչ վատ է, իդեպ, սա լավ ու վատի մասին ընդհանրապես խոսք չկա այս դեպքում։ Ու իմ համար լավ է, ես դա դրական բան եմ համարում, բայց կարևոր չի սա, լավն ու վատը այստեղ կարևոր չի, կարևորը սա օբյեկտիվ մի հատ ալիք է, որ գնահատականն էլ էական չի եւ ինչու եմ սա ասում, դա որովհետեւ այդ հայոց իմաստունները, որոնք արդեն 100 տարուց ավել աշխարհի բոլոր մեղադրանքները այդ խեղճուկարակ, լավ չասեմ, խեղճ մեր ազատագրական պայքարին ներկայացում է, որը անթերի չի իհարկե ունի շատ թերություններ, բայց այդ ֆանտաստիկ դժոխային մասշտաբի մեղադրանքները, որ ներկայացնում են, այնպես են նաև ներկայացում, կարծես հայերը ինչ որ շանս կար խուսափելու դրանից։ Իրենց թվում է, որ ասենք ուրեմն ամբողջ աշխարհը կարող է այդ ճանապարհով գնալ, անխտիր բոլոր ազգերը,
Մենակ հայերը այդ ճանապարհով կարող էին չգնային։ Ասեն չէ, դե մենք չենք գնում։ Նման բան չի դեմ պատմության մեջ։ Այսինքն սա պատմության լրիվ, սա պատմություն չէ, հա լրիվ հակապատմական։ Սովետի վաղ տես մի հատ բան կար հակապատմական հայ, սա իսկականից հակապատմական է, որտեղ պատմություն հասկացողը հասկանում է, որ նման համաշխարհային ալիքներից խուսափել հնարավոր չի եւ եթե դու տվյալ ազգի պատմությունը դիտարկում ես, դու սկզբում պետք է սա վերցնես։ Սկզբում մեծը պետք է վերցնես, մեծ համաշխարհային կոնտեքստ։ Եթե տեղ չվերցեցիր, այդ մնացած ամենահանջարեղ վերլուծությունն էլ իմաստ չունի։ Հիմա այս արտաքին կոնտեքստից, մեծ արտաքին կոնտեքստից անցնենք մի հատ ներքինին, արտաքինին, բայց ուրիշ իմաստով դեռ կվերադառնանք։ Ուրեմն բնականաբար կա նաև ներքին կոնտեքստը եւ այստեղ նույնպես կա շատ հին, այսպես ասած, խոսակցություն, զրույց, այսպես ասենք, հա, որ այդ ամենը էլի արհեստական էր, որ արևմտահայերը խեղճ ուրեմն ապրում էին, շատ լավ էլ ապրում էին Օսմանյան կայսրությունում, ոչ մի բանի մասին էլ չէին մտածում, ոչ մի խնդիր էլ չունեին, ոչ մի ազատագրական ուրեմն միտք էլ չունեին, նման բան էլ իրենց մեջ չկար, այկան վատ արևելահայերը եւ խեղճ ուրեմն արևմտահայերին խաբեցին, դրդեցին պայքարի ու հետո եղավ այն ինչ որ եղավ։ Սա շատ հին էլի տեսակետ է, որը բնականաբար թուրքերը մինչև հիմա են դա պատմում, այդ իրանց ամենա, այսպես ասած, սրբացված պաշտոնական տեսակետն է, որ այդ ամբողջ այդ չար արևելահայերը արեցին, Ռուսաստանից եկած բնականաբար շատ նաև հայեր են այդպես պատմել եւ պատմում են եւ դեռ սա շուտով ավելի բան են սա թունդ ձևի են պատմելու ու բնականաբար նաև իհարկե այստեղ որ արևելահայեր են Ռուսաստանից են եկել հասկանալի է արդեն բարձ է ամեն ինչ ու էլի պրիմիտիվագույն մանիպուլյացիա որը պատմությունը վերածում է այսպես ոչ թե պատմության այլ ինչ որ մանուկների համար պրիմիտիվ հեքիաթների կապ չունի թե որովությամբ ու անցնում է, որպեսզի սրա դեմ, ասենց ասած, բան ունենաս, հակաթույն ունենաս, պետք է էլի մի քիչ ավելի բարդ, ուրեմն այս կառուցվածքը ամեն ինչի պատկերացնես։ Իրոք այստեղ կա ոչ թե ճշմարտության հատիկ, բայց իրականությունը այն է, որ իսկականից այդ ազատագրական պայքարի ակունքներում շատ անգամ ոչ միշտ, որտեղ արևմտահայերի մեջ էլ ինքնուրույն ձևավորվում էին տարբեր ուրեմն խմբեր, օրինակ Վանում արմենական հետագայում արմենական կուսակցությունը, այսինքն հետագայում չեմ հենց սկզբից, այնտեղ կար պաշտպան Կարինում կային տարբեր ուրեմն էլի կազմակերպություններ եւ այլն, տարբեր տեղերում, բայց այո, շատ անգամ առաջինները, առաջին այսպես ասած առաջին սկզբնավորողները եւ հետագայում նաեւ առաջնորդները շատ անգամ եղել են արևելահայերից, եկել են արևելյան Հայաստանից, շատ ու շատ հայտնի դեմքերն են, բայց ոչ բոլորը բնականաբար, հիմա չխորանանք, դուք էլ երևի գիտեք, այդ չի հարցը, ուզում ենք արձանագրենք, այո, նման իրականություն եղել է, բայց հենց այստեղից էլ մենք պետք է պատկերացնենք մի շատ պարզ բան, մենք պետք է պատկերացնենք, որ եթե այս արևմտահայ ժողովրդի մեջ չլիներ իրոք խնդիրը, ձգտումը, խորը դժգոհությունը իր կյանքից, երբեք ու երբեք որևէ եկվոր արևելահայ, այն էլ այդ քանակի որ եկել է, դա այդպես զանգված էին չէին գնում, խոսքը ասենք չգիտեմ, լավ, թող մի քանի 100 հոգու մասին էլ էլի, այլես չի որ այդ ազատագրական պայքարին sense մասը վար արևելահայերը մասնակցել, մի քանի գաղափարական, այսպես մի քիչ ավելի բան նվիրված իդեալիստ մարդկանց մասին է խոսքը, չէին կարող իրենք երբեք ու երբեք այդ ժողովրդի մեջ նման ուրեմն բան արթնացնել, արհեստականորեն սերմոնել, եթե բնականաբար խորը ընորում, որ խորը խնդիր եւ խորը ձգտում չլիներ այդ ժողովրդի մեջ, այստեղ էլի շատ կարևոր է պատմությունը երբեք абստրակտ չպատկերացնել, շատ իրական։ Հիմա եկեք պատկերացնենք 19-րդ դարի մասին է խոսքը, ընդ որում այդ արևելահայեր երբ որ ասում ենք, մենք պետք է պատկերացնենք ճնշող մեծամասնությունը, դրանք երիտասարդներ էին, երիտասարդները նույնիսկ այն խոսքը չի պատանիներ էին, ասենք Արամ Մանուկյանի, Ռուբեն Տեր-Մինասյանի պես մարդիկ, որ գալիս էին ուրեմն Արևմտյան Հայաստան, նա 20 տարեկան նոր լրացած կարելի ասել երեխեք էին եւ կարողանում էին իրենք ուրեմն այդ հեղինակությունը ձեռք բերել, որ այնտեղ առաջնորդեն իրենցից տարիքով շատ ավելի մեծերին։ Այսինքն ուսանողներ էին կամ նույնիսկ կիսած օրած ուսանողներ էին մեծ մասը, սա էլ պետք է հասկանանք։ Պատկերացրեք ուրեմն մի ախալքալակցի կամ մի չգիտեմ
ասենք օրինակ Արցախցի շատ էին նաև արցախցիները դրանց մեջ կամ օրինակ Ղափանցի ոնց որ Արամ Մանուկյաններ եւ այլն հայ ջահել տղա 20 քանի տարեկան տղա գալիս է ասենք շիրեմ եթե պատկերացնենք Մոքսի տեղա Մոքսի ինչ որ մի հատ գյուղ կամ Վանի ինչ որ մի հատ խուլ գյուղ քաղաքների մասին չի նույնիսկ խոսք կամ Մշոդաշտի գյուղ եւ սկսում են այնտեղ ինչ որ բան քարոզել եւ եթե դու դա ռեալ պատկերացնեք տարբերությունը ահռելի այդ ժամանակվա բարբարների, չգիտեմ, սովորույթների, դարերի մեկուսի կյանքի, այն որ հա ասենք անվանապես իրենք բոլորը հայ են, բայց իրենք նույնիսկ իրար չեն հասկանում, որտեղ այն ժամանակ նույնիսկ այդ միասնական գրական լեզուն չկար, որ իրանք ասեն գային օրինակ, չգիտեմ, ախալ քալաքից ուրեմն չգիտեմ, Մշոդաշտ ու ինչ որ գրական լեզվով խոսային, որը այդ մշեցի գյուղացիները մեծ մասը բացի առավել կրթվածներից ընդհանրապես հասկանային, այսինքն իրենք իրար նույնիսկ հասկանալու խնդիր ունեին։ Էլ չեմ ասում ինչքան օտար որպես երևույթ պետք է անցալվեին այդ երիտասարդները, հետո ինչ որ հայ էին, բայց պատկերացրեք, ասենք գյուղականին, հին գյուղական կյանքով, որը հիմա էլ գոյություն չունի, ոչ թե այսօրվա գյուղականը, այլեն նահապետական գյուղականը իր տարազով, իր չգիտեմ ամեն ինչով, ու ինչ որ չգիտեմ, Պետերբուրգի համալսարանում սովորած ինչ որ մի հատ երիտասարդ գալիս է, հասկանում եք, իրանք իրար ինչքան օտար են, եւ այդ օտար մարդը չի կարող որևէ կերպով այդ գյուղացիներին, կլինի Մոքսի գյուղացին, Վանի գյուղացին, Մշոդաշտի գյուղացին, Սասունցին, ինչ որ մի բան արհեստական դրթել, եթե այդ գյուղացին ինքը չհասկանա, չգիտակցի, որ այդ խնդիրը կա, եւ ինքը անցալում ասա, որ այս մարդիկ եկել են ինձ օգնելու, անհնար է նման բան, հենց որ դուք ռեալ պատկերացնեք։ Նույնիսկ այսօրվա Հայաստանում իհարկե շատ մարդիկ կան, որ Հայաստանում ապրելով կամ Երևանում ապրելով ընդհանրապես չեն պատկերացնում նույնիսկ այսօրվա Հայաստանը, իրենց համար դա աբստրակցիա է, բայց ով որ պատկերացնում է ինքը կհաստատի։ Ցանկացած այսօր գնացեք Մարս չեմ ասում, Մարսը շատ մեծ է, շրջան Հայաստանի մեծ մասը։ Նույնիսկ այսօր դրսից եկածի հանդեպ, այն էլ Երևանի օրինակ եկածի հանդեպ, շատ ու շատ տեղերում դուք տենց կզգաք այդ բանը, որ չասեմ, թշնամության մասին չի պարզը խոսքը, բայց օտարության։ Եվ չես կարա դու ասենք օրինակի համար։ Հիմա ես օրինակներ բերեմ, թող ոչ ոք չասեն, չէ, այս օրինակը բերեց, այն չբերեց։ Ասենք գնաս Գորիս օրինակ, Գորիս եմ ասում, որտեղ ժամանակին բավականին շատ է եղել, կամ թեկուզ Կապան կողքի գնաս Երևանից կամ չգիտեմ Շամշադին գնաս ու այտենց մի անգամից մարդիկ քեզ վստահեն, եթե չկա այնտեղ ինչ որ ծանոթություններ, ընկերություն արանքը, բայց նույնիսկ եթե կա, այտենց մի անգամից քեզ վստահեն ու դանդե ինչ որ արհեստական բաներ կարող չի լինելու նման բան։ Շատ դժվարությամբ դու այնտեղ կարող ես վստահություն ձեռք բերել, այդ միջավայրերը հայկական, տեղական, մինչև հիմա շատ մեկուսի են եւ մինչև հիմա մեծ մասում տեղերի բարբարներով են խոսում եւ չեն սիրում ոչ թե երևանցիներին, ասենք հիմա գնացեք էլի Գորիսում հարցը ղափանցիների մասին, Ղափանում հարցը քաջարանցիների մասին, Մեղրիում հարցը ղափանցիների մասին, Սիսյանցի լրիվ առանձին է, այստեղից Երևանից մարդիկ ասում են Սյունիքի մարզ, որ եղել է Սյունիքի մարզում գոնե մի քանի անգամ, գիտի դա ինչ տարբեր է, ինչ տարբեր երկրներ են այդտեղ, ինչ տարբեր աշխարհներ են, մի հատ Սյունիք չի։ Եվ աշխարհագրորեն եւ ժողովրդի առումով եւ բարբարները նույնիսկ Ղափանի Գորիսի բարբարը պարզամոտ է, բայց Մեղրիում չեն խոսում այդ բարբարով, Սիսիանում մեծ մասը չեն խոսում այդ բարբարով, Խոյեցի են աղագին մասը ծագումով, էլ չեմ ասում Տաթևի գյուղերի այդ հատվածն էլ մի հատ առանձին ենթաշրջան է, էլի այնտեղ բարբարը օրինակ Սիսիան ուրիշ է, այնտեղ ավելի նման է գորիսցիների եւ այս սրանք աշխարհներ են, այդ փոքրիկ ամեն մի ձոր աշխարհ է, դու հիմա էլ չես կարող, ընդ որում չպատկասեք մենակ Սյունիքում այդպես, Սյունիքի օրինակը բերեցի, գնացեք այն ինչ որ կոչվում է Տավուշի մարզ, հələ մի հատ տեսեք այդ մի քանի աշխարհ է, գնացեք հələ Շամշադինցուն հարցեք Իջևանցու մասին, գնացեք Իջևանցուն հարցեք Նոյեմբերյանցու մասին, դրանք տարբեր աշխարհներ են, Դիլիջանը առանձին, հասկանու եք եւ հիմա էլ գնացեք փորձեք այդ իմ ասած տեղերը եւ փորձեք այսպես ասած որպես դրսից եկած որպես օտար այդ մարդկանց ինչ որ մի բան պարտադել եթե դա իրանց մեջ չկա
այսօր անհամեմատելի է, այսօր մենք ամեն դեպքում ունենք մի պետության քաղաքացի ենք, մենք մի լեզու ունենք, գրական մի լեզու, բոլորը դպրոցում անցնում են, գիտեն, ինչքան է բարբառով խոսան, գրական հայերենին տիրապետում են, նույն բանակն են գնում, այնտեղ իրար հետ շփվում են, նույն չգիտեմ, հեռուստատեսությունն են նայում, հազար ու մի կապով միացած, այդ ժամանակ դա չի եղել։ Դուք չեք պատկերացրել, չպատկերացնենք, որ մարդը այն ժամանակ, որ ախալ քաղաքից գնում էր մոքս, այդ նույնն էր, որ այսօր ասենք գնա ախալ քաղաքից, թեկուզ ասենք, չգիտեմ, մեղրի, էլի շատ տարբեր են, էլի իրար չեն հասկանա ահագին իմաստներով, էլի, բայց դա լրիվ սարուձոր էր, այսինքն այդ մարդիկ պատկերացում չունեն, ինչ աղայանք չգիտեն ախալ քաղաքի տեղը մոքսի գյուղերում։ Ախալ քաղաքի գյուղերում էլ մոքսի գյուղերի տեղը չգիտեն, այդ ուսանող երիտասարդներն էին իմացել, որ տենց բան կա, որ այնտեղ հայեր են ապրում։ Ընդհանուր ունեին մենակ եկեղեցի ու դե լեզու այնքանով որքանով, բայց դի բարբառներ։ Եվ էլ եմ ասում, սա կարևորագույն ցուցիչ է, որ այդ ուրեմն վարկածը, որ այդ տենց եկալ արհեստական սերմանոցին սուտ է, որովհետև եթե այդ ժողովուրդը մասնակցել է, իսկ այդ ժողովուրդը մասնակցել է այդ պայքարին, եւ հենց ինքն է առաջնային մասնակցել, դա նշանակում է, որ երբ որ դրսից այդ կազմակերպիչները ավելի մտավորական համարվողները եկան եւ այս խնդիրը դրեցին, որ մենք կարող ենք կազմակերպվել եւ պայքար սկսել, այդ պայքարը իրենց մեջ այդ պայքարի գաղափարը կար, դրա համար էլ իրենք չնայած չվստահելով մինչև վերջ, այդ արևելահայերամտայ խնդիրը միշտ էլ հետո եղել է, չվստահելով նույնիսկ մինչև վերջ, իրենք համաձայնվել են եւ դարձել են այդ պայքարի զինվորները եւ տեսեք նաև շատ չեմ ուզում հիմա խորանամ էլի բաներ կան, ենթաթեմաներ կան, բայց եւս մի ձեզ համար ապացույց ու շատ իր մարդու համար ապացույց հետագայում այդ ուրեմն այդ ազատագրական պայքարի ընթացքում շատ են եղել պառակտումներ, ուրեմն եւ հնչակյան կուսակցության մեջ, որը սկզբնապես այդ պայքարի բաններ առաջամարտիկներ, հետո դաշնակցությունը դարավ եւ դաշնակցության մեջ մի հատ չէ, շատ պառակտումներ են եղել նույն դաշնակցության մեջ, որը դարձավ առաջատար ուժը։ Եվ այդ պառակտումները արտակուստ միշտ, այսպես ասենք, ավելի գաղափարական քաղաքական էին, բայց փաստացի գնում էին արևելահայերը մտահայ եւ բանով գծով, հա, բաժանարար եւ այդտեղ ամեն անգամ եթե ուշադրում եք, տեսնում եք, որ միշտ արևմտահայերը այն թևերն են ներկայացրել կամ պաշտպանել, որոնք հենց բուն պայքարի կողմնակիցն են եղել, բուն ուրեմն ազատագրական զինված պայքարի կողմնակիցներն են եղել եւ արևելահայերը ավելի գերակայել են բոլոր այն թևերում, որոնք ի հակադրություն սրա կամ դրել են ավելի sense, չգիտեմ, սոցիալիստական, դասակարգային ինչ որ խնդիրներ, գաղափարներ կամ չգիտեմ, նաև խաղաղության, դիվանագիտական լուծումների այս մոտիվները, հա, միշտ այդ պառակտումներում տեսեք արևմտահայերը, որոնց իբր չար արևելահայերը դրթել են ինչ որ բանի, իրենք պայքարի ճամբարում են միշտ հայտնվել, եթե ուշադիր նայեք։ Ես ինքս արևմտահայերեն ծագում ունեցող ընտանիքից եմ, դրա համար այստեղ բան չկա, էլի կողմնապահություն չկա, այնպես չի, որ ես արևելահայերին պաշտպանելու խնդիր ունեմ, եւ մեր տանը իդեպ նման խոսակցությունը երբեք չեն եղել, որ չգիտեմ, չար արևելահայերը եկան ինչ որ բան արեցին, այլ բաներ ասում էին, որ մի քիչ բան չեն, այստեղի ժողովուրդը մի քիչ ազնիվ չեն, մենք ավելի ազնիվ ենք եւ այլ sense թեմաներ կային կենցաղային, բայց որ ասեին օ դրանք բան տենց բան չկար, դրթեցին, աղբար չեմ, իդեպ չէ, դա շատ ավելի վաղուց եկած 1915 թվականից Հայաստան տեղափոխված աղբարներից չեմ, ինչ որ աղբար են կոչում։ Հիմա անցնենք, բայց առաջ, այստեղ կարևոր մի հատ շարունակություն կա, որ ի վերջո այդ պայքարը երբ որ ծավալվեց այս սխեմայով, երբ որ արևելահայ իդեալիստ փոքրամասնությունը եկավ երկիր եւ սկսեց ժողովրդին քարոզել, Արևմտահայաստան եկավ եւ սկսեց ժողովրդին քարոզել եւ այդ պայքարը սկսեց ծավալվել, ովքեր ի վերջո ներգրավեցին այս պայքարի մեջ, որտեղ մենք անցյալ մեր զրույցներում խոսում ենք դասակարգային շերտի մասին, այս պայքարի սոցիալական շերտի մասին, շատ կարևոր, բայց ահավոր անտեսված եւ հատուկ ժամանակին անտեսված, նաեւ հայ բոլշևիկները, որտեղ իրենց ձեռ չէր տալիս, որ իրենք փորձում էին հայկական ազատագրական պայքարը ներկայացնել որպես զուտ sense նացիոնալիստական շովինիստական իմաստով եւ անտեսում էին դրա իրենց ձեռ չէր տալիս ցույց տալ, որ այստեղ սա բան չէ, շովինիզմ չէր, սա ազգայնականություն էր, բայց դեմոկրատական եւ ավելի sense հասակարգային նաեւ կարեւոր երանգով եւ մասնակցում են
Այս պայքարին էլի ինչպես այն ժամանակ էլ մենք ասենք հայ ժողովրդի մեծամասնությունը այս պայքարի զինվորը եւ հիմնական մասնակիցը դառնում է հայ գյուղացիությունը ամենաճնշված խավը եւ ամենաբազմաթիվ խավը հայերի մեջ եւ սրան գումարած մի փոքրիկ հատվածը, ընդհանրապես մի փոքրիկ հատվածը մտավորականության, արևելահայ մտավորականության, ավելի շատ երիտասարդ մտավորականության եւ ավելի շուտ կարելի ասել ուսանողության, դա հիմնական դրանք ուսանողներ էին։ Այն մի քանի ավակներ ինչը հաշված, Քրիստոփոր Միքայելյան եւ այլն ուսանող էին, այդ մեծերն էլ հիմնականում էլի տենց ես իմ շատ խոշոր sense մտավորականներ չէին, ուսուցիչ եւ այլն գյուղական հաճախ։ Ով չի մասնակցում կարևոր է շեշտել, որտեղ տենց որ ասում ենք ընդհանուր երևի մարդիկ չեն պատկերացում երբեք ու երբեք այս պայքարին որևէ մասնակցություն չեն ունեցել նախ մեծահարուստները հայ։ Այս ազգը ունեցել է այդքան մեծահարուստ, բայց ունեցել է երևի աշխարհի ամենաքասիբ ազատագրական պայքարներից մեկը։ Մատով չեն կպել, հերու են իրենց պայել հայ բուրժուազիան, Թիֆլիսի, նաև Օսմանյան կայսրության մեջ, որևէ մասնակցություն չեն ունեցել այն աստիճան, որ երբ որ արդեն գալիս է պահը, հենց Քրիստոփոր Միքայելյանի նաև մասնակցությամբ եւ որոշումը, որ այդ փողը ուղղակի պետքա, որտեվ դիմել են։ Հիմա ես չեմ արդարացնում դա դատապարտում որևէ բան, ոչ էլ բնականաբար դաշնակցության ջահդամողությամբ եմ զբաղվում։ Փաստերն եմ ասում, արդեն սկսել են դիմել բանի, բռնի մեթոդների, այսինքն բայց դա մի 10 տարի է տևել, երբ որ այդ որոշումը ընդունել են, դա կարծեմ 1903 թե 4 թվականին որոշումը ընդունվեց այդ փոթորիկ գործողություն կոչվածը, որը հենց Քրիստոփորն էլ գլխավորեց իդեպ, չնայած իրոք հորապես մտավորական մարդ էր, արդեն մեծահարուստներից ուղղակի փող վերցնել, որ փող չուներ այդ ազատագրական պայքարը հայկական։ Զենքի փող չունեին սովորական, ամենացածի փող չունեին։ Այդքան մեծահարուստ ունեցող ազգ ուրիշ ազգերի մոտ բնականաբար այդպես չի լինում, կամ համատարած այդպես չի։ Բարձրաստիճան հոգեվարականության մեծ մասը, այստեղ իհարկե կան բացառություններ, ասենք Հրիմյան հայրիկի պես կարող են հիշել, բայց միևնույն է, մեծ մասը պայքարի, այսինքն զինված պայքարի մասին է խոսքը։ Այն դիվանագիտական պայքար, հայկական հարց, բանդեն եւ այլն, դրան հաճիկով մասնակցել են բոլորն էլ, որովհետեւ դա արտաքինից է եկել, որպես արտաքին գործականներ հայ էլիտաները միշտ հաճիկով մասնակցում, բայց այն ինչ որ սեփականն էր, երբեք ու երբեք մեծ մասը բարձրաստիճան հոգեվարականության շատ զգալի մասը, եթե չասեմ մեծ մասը, այն ավելի անվանի մտավորականության, Թիֆլիսյան էլի հիմնականում, իհարկե այստեղ ավելի շատ ավելի բացառություններ կան մտավորականության մեջ, որտեղ հայտնի բանաստեղծներ, չգիտեմ, գրողներ եղել են, որ շատ լուրջ կապի մեջ են եղել, բայց միևնույն է ընդհանրացված են խոսում։ Եվ ի վերջո ընդհանրապես էլի ընդհանրացված ասելով բոլոր հայ ունևոր, բոլոր հայ էլիտար խավերը չեն մասնակցել մոտիկ իսկ չեն եղել այս պայքարին, այս պայքարը նույնիսկ այդ իմաստով երևի ազգային կոչելն էլ, մենակ ազգային կոչելը սխալ է, որովհետև դե ազգային ամեն դեպքում ենթադրում է մի քիչ ավելի լայն շերտեր, այստեղ նման բան չի եղել։ Այստեղ շատ հստակ ինքը դասակարգային ազգային է եղել եւ չմասնակցել ասելով, ոչ միայն չեն մասնակցել իրենք ծայրահեղ հակադրվել են, չեն քննադատել ուղղակի հայհոյել են այդ ազատագրական պայքարը, դա իրենց աչքի փուշն է եղել, թշնամություն են արել, եւ նույն ասենք այդ շատ ու շատ ասենք քաղաքական հոսանքներ ոչ միայն ձախ, այստեղ հայ տարբեր եւ այդ բոլոր իդեպ բաները մինչեւ հիմա ապրող մանիպուլյացիաները ու հիմա էլ վերականգնվող այդ ամենը, որ դուք լսում եք, իմանում եք, նաեւ այդ շրջանակներում է ստեղծվել, հորինվել, տարածվել դրա մասին ոչ մի նոր բան չկա, հակառակը ոչ ոք էլ ասենք հատուկ են մարդիկ են ընդհանրապես հայերի մեջ, հայն էլ հայ էլիտաների մեջ ազատագրական պայքար կամ չգիտեմ զինված պայքար պաշտպանել միշտ բոլորը մեծ մասը ճնշող մեծամասնությունը էլիտաների եղել են այսպես կոչված դիվանագիտության կողմնակից, միշտ եղել են արտաքին երաշխիքների կողմնակից կամ միշտ եղել են խաղաղության ճակերտավոր կողմնակից։ Բան ապրելու sense գլուխ կախ ապրելու բայց պայքարի կողմնակից են որ մեկ-մեկ ասում են ո էլիտաներ ժողովրդին կռվածրեցին ես չգիտեմ որտեղ ում կռվածնում հայերի դեպքում ճիշտ հակառակն է կռվող եղել է ժողովուրդը ճնշող փոքրամասնության մի հատ խավ մտավորականությունից եւ ամբողջ էլիտան որը միշտ այսօրվա պես 16 միլիոն տեսակի խաղաղություն է քարոզել միշտ հավարա այն կաց պրիդլագայից դատսը սերիայի բանի պես
ուրեմն ես գիտեք շատ եմ սիրում անդադ հիշել, տենց սովետական կինո կար այդ Կաց Պրեդլագայզացը միշտ է տեն եղել։ Այնպես որ ասում են օ բան հայ ժողովուրդն ա եղել պայքարող հայ ժողովուրդը եւ նա այդ պայքարը որտեղ իր համար աբստրակցիա չէ, իր շահն ա եղել նյութական։ Հայելիտան չունեցե պայքարելով խնդիր, որտեղ նյութական շահ չունեցե, ինքը բոլ շատ լավ ա եղել եւ Ռուսաստանում ա իր շահավետ ապրել, միջև որ չեն խլել ձեռից եւ Օսմանյան կայսրությունում միջև որ չեն խլել ձեռից, բայց այստեղ է կարճատեսությունը նաեւ, որովհետեւ նույն մեծահարուստներից ոչ մեկի հարստությունը չի մնացել ոչ իրանց, ոչ մեզ, ոչ ռուսական, ոչ Օսմանյան կայսրությունն, միջև վերջի կոպեկ խլել են ինչու, որովհետեւ իրենք երբեք չհասկացան, որ քանի դեռ իրենք քաղաքական ազգի ներկայացուցիչ չեն, քանի որ ազգի ներկայացուցիչ չեն, որը ուժային գործոն է, Ես այդ ամեն ինչը ոչ մի բան է, մի վարքանում խլելու է, ոնց որ եւ եղավ։ Մի վարքանում խլեցին բոլորի ձեռքում երկու կայսրությունում էլ, որոնց այդ կայսրությունները իրենք այդքան հավատարիմ ծառայել են եւ այդքան լավն են եղել իրենց համար։ Վերադառնալով ուրեմն բանին, այստեղ միավորված են եղել այս քննադատության մեջ եւ կարելի ասել թշնամանքի մեջ եւ քարոզչության մեջ այս հայկական ազատագրական զինված պայքարի դեմ շատ տարբեր հայկական հոսանքներ, հայ պահպանողականներ են, որ ասում են սովետական դասագրքերում կղերապահպանողական, են ամենապահպանողականները, հայ բոլշևիկներ, այսինքն երկու լրիվ ակադիր բևեր, համենը բոլոր տեսակի հայ սոցիալիստները, ոչ բոլոր փառք Աստծո, այստեղ բացառություններ են եղել, շատ պայծառ հետաքրքիր եւ շատ կարևոր դե որովհետեւ այդ պայքարը ամեն դեպքում սոցիալական էր։ Բայց բացառություններն են հիմնականում մենշևիկ թե բոլշևիկ հայ սոցիալիստներն այստեղ են եղել, հայ լիբերալները, հասկանում պահպանողական, լիբերալ, բոլշևիկ, իրար հետ բոլոր մնացած հարցերում չունեցող, այս մի հարցում միասնական են եղել, այս մի հարցում իրենց աչքի փուշն է եղել հայի քաղաքական զինված ազատագրական պայքարը։ Եվ այսօր ես ավարտելով, ճիշտ է մի քանի բան մնաց, որ չխոսացի, բայց երևի հաջորդի մեջ կտեղավորեմ կարևոր բաներ են, բայց չեմ ուզում էլ այսպես շատ սեղմ եմ հաջորդի մեջ կտեղավորեմ այսօր եւ ուզում ասեի ամեն դեպքում նախապես կանխելով ասեմ, որ ոչ թե խնդիրը եւ այդ բոլոր մեր կորուստները, բարդությունները, կործանումները, աղետները դրանց խնդիրը ոչ թե նա է, ինչպես մեզ խափում են այդ բոլոր խմբերը սկսած այդ հայ 16 միլիոն մի քանի քաղաքական հոսանքից մինչև թուրքեր, ռուսներ եւ բոլոր ոչ թե խնդիրը են եղել, որ մենք պայքարել ենք եւ զինված պայքար ենք մղել, ճիշտ հակառակը խնդիրը եղել է այն, որ այդ պայքարը երբեք չի եղել հետևողական, երբեք չի եղել երկարատև, միշտ եղել է կիսատ իդեպ Այս նրա մասին առանձին կխոսենք, որ ի վերջո ինքը միշտ կիսատ է եղել եւ սեփական իսկ էլիտայի կողմից միշտ եւ մինչեւ հիմա թշնամանքի եւ ատելության է արժանացել ոչ միայն դրսի ուժերի կողմից, այլև սեփական էլիտայի կողմից մինչեւ այսօր հայկական պայքարը ինքը իր երկրում գրեթե միշտ մարգինալ, իր ազգի մեջ գրեթե միշտ մարգինալ, միշտ դիսիդենտ եւ այսօր էլ նույնն է։ Այս սա է տարօրինակությունը իրական մեր պատմության տոմ, ասա շատ հազվադեպ բան է, իրոք աշխարհում դժվար գտնվող բան է, որ դու լինելով հայ ազգային, չգիտեմ, պայքարի կողմնակից, լինես դիսիդենտ քո երկրում, քո ազգի մեջ, եւ այսօր էլ մենք այդ ենք տեսնում, բայց մի զարմացեք, սա նոր բան չի։ Ես մյուս անգամ էլ ձեզ օրինակներ կբերեմ, ուրեմն պատճառը մեր ցախողումների երբեք մի հավատացեք պայքարը չի եղել ճիշտ հակառակը եւ այնտեղ որտեղ մենք պայքարել ենք այնտեղ որտեղ մի թեթև մի բան հասցնել ենք ալել ես սա ռուս-թուրքական վանդակում շատ եմ օրինակներ ցույց տվել եթե կան մեր պատմության մեջ այս վերջին ուրեմն 100 եւ ավելի տարվա հաջողություններ եւ մինչեւ հիմա նյութական ձեռքբերումներ դրանք բոլորը պայքարի հետ են կապված եւ ոչ մեկը կապված չի այն մնացած ամեն ինչի հետ ինչ որ հայելի տաները 100 տարուց ավել մեզ քարոզել են, քարոզում են, ինչը պատմական փոքրիկ փուլերում բացառություններ են եղել։ Հիմնականը էս է եղել, հիմնականը այն է, ինչ որ այսօր կոչվում է նոր, երբ ասում են նոր, ես դրամ եմ ամեն անգամ որ ինչ նոր, սենց ավելի հին ավանդական հայկական բան չկա, դե արանքը մի երկու կարող շեղում ա տվել, ասենք մեր սերունդն էլ այդ պուջուրի կեներ այդ շեղումներ չտեսանք, էլի մեկը մեզ բոլորը տենց բան էին քարոզում, բայց ասենք ինչ որ թեթևակի կարող է մի թեթև շեղում
բայց ոչ մի նոր բան չկա, էս ինչ որ այսօր է քարոզում, սա դասական կլասիկ են, բորբոսնած նույնիսկ ես կասեի, բորբոսնած ճակերտը, որ հայկական ավանդական քաղաքական մտածողությունն է։ Այսօր այսքանը, խոսենք, կհանդիպենք մյուս անգամ։